Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ գործող վարչախումբը սաստկացրել է իր բռնաճնշումները եկեղեցու նկատմամբ եւ մասնավորապես օրեր առաջ քննչական կոմիտե են կանչվել Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամներ եւ նրանց նկատմամբ մեղադրանք ներկայացվեց եւ խափանման միջոց ընտրվեց երկրից բացակայելու արգելքը առհասարակ վարչախմբի մեթոդաբանությունը ուսումնասիրելիս եւ նպատակադրումը ուսումնասիրելիս տեսնում ենք, որ նրանք ամեն ինչ փորձում են անել, որպեսզի խափանվի Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսած ժողովը։ Այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանի հետ, պարոն Իշխանյան։ Բարոյձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եկեղեցու մասով ես նշեցի, որ բռնաճնշումները նոր երանգ եւ նոր թափ են ստանում։ Ինչի մասին էր օրինակ քննչական կոմիտեի վերջին գործողություններ եւ իրավունքի կամ օրենքի տեսանկյունից, ինչ ապօրինություններ են տեղի ունենում։ Միանգամից առաջ ընկնեմ կարճ պատասխանով, ինչ վերաբերում է եկեղեցական պաշտոնների, թեմակալ առաջնորդների պաշտոնում այդ շակերտով վերականգնվելու դիմումներին, դատական այդ որոշումներին, այստեղ ուղղակի իրավաբանների համար ովքեր ուսումնասիրում են այդ չափանիշները, մի քիչ տկարությունից ծիծաղ առաջացնի դա։ Եթե Հայաստանը եվրոպական կոնվենցիան վավերացած երկիր է, եթե մեր համար այդ ամբողջ իրավունքը ուղղակի թղթի վրա գրած բաներ չեն, այդ ամենասկզբից դա ուղղակի արդեն գնում էր ամբողջ տրամաբանության դեմ։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը ենթադրում է, որ բացարձակ տոտալ ներքին հայեցողություն է, ովքեր են զբաղեցնում ինչպիսի կրոնական պաշտոններ։ Սա կարող ենք ուղղակի սկսենք, չգիտեմ, պարագրաֆ առ պարագրաֆ ցիտելով գնալ եվրոպական դատարանի տասնյակ գործերով ու բնականաբար պատկերաստակ է։ Մեր մոտ դա պետք է օրենքի ուժ ունենա։ Մեր մոտ դա նույնիսկ եթե մտներ դատարան, պետք է միանգամից մերժվեր, որովհետև պետությունը, այսինքն դատարանը, իդեմս պետության, իդեմս դատարանի չունի իրավունք միջամտել, չունի իրավունք պարտավորեցնել կրոնական կազմակերպության, այս դեպքում եկեղեցուն, որևէ եկեղեցական պարտականություն, կրոնական, վարդապետական, դրանով շնորհել մի անձի կամ դրանից ազատել մեկ այլ անձի։ Սա չլսված բան է ուղղակի։ Այ դուք նշեցիք, որ տեղի ունեցողը չլսված եւ չտեսնված բան է եւ փաստացի կարող ենք ֆիքսել, որ սրանով սահմանադրության հոդվածներ են խախտվում։ Այո, միանշանակ, այսինքն տեխնիկապես կարող են գնանք, սահմանադրությունը ունի այդ 81-րդ հոդվածը հայտնի, որով հղում է արվում Հայաստանի վավերացրած մարդու կոնվենցիաներին, դրա հիման վրա գործող մարմինների, որոնցից ամենակարևորներից հենց եվրոպական դատարանն է, որ իրենց դիրքորոշումները կարևոր են, երբ որ մենք մեկնաբանում ենք սահմանադրության այդ իրավունքները, այստեղ մի քանի իրավունքի մասին է խոսքը, եւ միավորման ազատության իրավունքի մասին խոսքը, եւ կրոնական ազատության եւ այլն, այսինքն սա ամեն ինչից օգտվում է եկեղեցին որպես նաեւ կրոնական կազմակերպություն իրավաբանորեն։ Բնականաբար ինչ որ այնտեղ մեր վավերացած կոնվենցիայի ման վրա կա, մեզ մոտ դա պետք է լինի օրենք։ Խախտումը, եթե գնանք շղթայով, այո, այդ խախտումից գնում է կասկադով եւ սահմանադրությունը եւ օրենքները, ընդհանցակարգեր, ամեն ինչ գրեթե։ Ավելի կոնկրետ, եթե հետաքրքրում է մարդիկ կարող են մտնել նայել, մենք մի քանի գործեր ենք մեր վերջի զեկույցում հղում արել, շատ համանման իրավիճակներ էին, եւ առաջինը հենց հայտնի այդ Ֆերնանդես Մարտինեսի գործն էր Իսպանիայի դեմ։ Ինքը ուսուցիչ էր, կրոն էր դասավանդում։ Խնդրեմ մանրամասնել։ Այդ իր ուսուցչի, այսինքն պայմանագրով էր բնականաբար այդ ամեն ինչը, պայմանագրի երկարացման մեջ որոշում էր կայացնելու կաթոլիկ եկեղեցին։ Հոգևորականը արդեն նախկին հետագայում գործի ընթացքում միացել էր մի շարժման, որը փաստորեն դեմ էր դուրս եկել կաթոլիկ եկեղեցու դավանաբանությանը կամ որոշումներին։ Խոսքը այդտեղ, եթե չեմ սխալվում, կուսակրոնության արգելքի հանման վերաբերյալ մի այդպես շարժում էր, միջոց իրեն բավարարել են իր ցանկությունը, բայց միայն այդ շարժման մեջ լինելով, հանրությանը երևալով, եկեղեցին համարեց, որ սա արդեն խախտվում է, այսինքն իր հավատարմության այդ պարտականությունը եկեղեցու հանդեպ խախտվել է, հեռացրեցին, շարունակեցին պայմանագիրը։ Այստեղ մենք խոսում ենք ուսուցչի նույնիսկ բանի մասին, աշխատանքի մասին։ Մարտինեսը դիմեց դատարաններ Իսպանիայում, դիմեց եվրոպական դատարան, բոլոր ատյաններում ստացավ մերժում։ Սա եկեղեցու ներքին գործն է, պետությունը չի կարող եկեղեցուն պարտադրել վերականգնել այսպիսի, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է այդ ուսուցչի պաշտոնին։ Դա կարող է լինել
օրինակ եթե հաշվապահը լինի կրոնական կազմակերպության, այսինքն կապ չունեցող, չէ, կրոնի դավանանքի հետ, այդպիսի աշխատանքից եթե հեռացնեն, հա այդտեղ բնական է կիրառելի է ընդհանուր կանոնը, աշխատանքի նյութեր եւ այլն, որտեղ որ պաշտոնը կազմակերպության մեջ իր մեջ կրում է կրոնական դավանաբանություն, վարդապետություն, այսինքն այն ամեն պարտականություն, ինչ վերաբերում է կրոնական կազմակերպությանը, Եվրոպական դատան ասում է, դա հենց այն գործիքներն են, որով կազմակերպությունը կրոնական հայացքներն է արտահայտում։ Դրա մեջ միջամտությունը նշանակում է դու ուրիշ կերպ մտածի, դու ուրիշ դավանաբանություն ունեցի եւ այլն։ Կարող ենք ցիտել գործերը շատ կան այդտեղ Ուկրաինայի դեմ Սվետո-Միխայլովսկայի համայնքի գործը կար, այդտեղ համանման իրավիճակ էր կրկին պետությունը չի կարող պարտադրել, դատարանները ստակ արձանագրել կազմակերպությանը կրոնական ընդունել կամ հանել անհատների կամ որոշակի պարտականությունով օժտել։ Եվ այլն շատ են այդպիսի դեպքերը։ Շատ լավ, Հայաստանի Հանրապետությունում ռեժիմի կողմից իրականացվում են բռնաճնշումներ ոչ միայն հոգևոր դասի բարձր ներկայացուցիչների նկատմամբ, այլև մենք տեսնում ենք, որ հատկապես թիրախավորվում է ազատ խոսքը եւ ընդդիմադիր մեդիաները։ Ամենամկահարույց դեպքը դա քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սարաթելյանի ապօրինի կալանավորումներ 2 ամսով, հետագայում արդեն նույնպես ապօրինի արդեն երկարացումը 3 ամսով նրանց կալանքի եւ փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունում մեդիագործիչները կարող են կալանավորվել ընդհանուր խոսքի համար եւ ընդհանուր այն բանի համար, որ պատասխանել են իրենց ուղղված վիրավորանքներին, որը որ իրականացվել էր արժանախագահի պաշտոն զբաղեցնող անձնանության կողմից։ Այսինքն մի կողմին կարելի է վիրավորել, իսկ մյուս կողմը եթե նույնիսկ ոչ համաչափ ձևով է արձագանքում, ապա կալանավորում են։ Ու այստեղ հենց այս վերջի այս հատվածն է կարևոր, այսինքն մենք վաղուց արդեն քննարկել ենք իրենց նախորդ գործով իրենք արդարացվել էին լրիվ համանման նույն հոդվածով, այո, շատ ենք խոսել, էլի կարող ենք դրանից գնանք, այստեղ աբսուրդ է ուղղակի, էլի այդ խուլիգանություն հանցակազմ կոչվածը ցկել ռեզինի պես հարմարացնել ինչ-որ իրավիճակների, նույնացնել բացառապես հայհոյանք հնչելու հետ կամ ինչ-որ մեծ վատ բառ, այդ աբսուրդ է։ Եթե դա տես օրինակն եմ բերում, եթե մենք on-line տիրույթում կամ առհասարակ որևէ ինչ-որ վատ բառը, ոչ ցենզուր բառը համարենք խուլիգանություն, մեր քննչական ապարատը մոտակա մի քանի հազարամյակը պետք է զբաղվի մենակ այդ գործերով։ Եթե այս տարբերակով նայենք, այդպես չի։ Խուլիգանությունը չի կարող լինել թիրախային նույնիսկ վատ բառը, որ ասում ես չէ մեկին, դա չի կարող լինել խուլիգանություն։ Խուլիգանության համար պետք է լինի, այդ ոնց որ ասում են, խուլիգանական դրդում, նպատակը ոչ թե մարդուն պատասխանելն է, նպատակը հանրության անարգանք ցույց տալն է։ Իրենք ներողություն, իրենք ասում են դա խուլիգանություն է, իշխանությունները կամ պատկան մարմինները։ Լավ հարց առաջանում, եթե շարժում ենք իրենց այդ ֆանտաստիկ դրամաբանության փաչակերտավոր, ապա ինչու Տավրոս Սափեյանը ճաղերի հետևում չէ։ Դու շատ ուրիշներ, շատ ուրիշներ, եւ քաղաքական գործիչներ, ոչ քաղաքական գործիչներ, այստեղ մի հատ, չգիտեմ, կարող դնենք, մտել նայենք բառարան կազմենք, որն է ցենզուրայի մեջ, որը դուրս տեղ թվում է թե առաջնորդվում են հազարներկություն գողական պատկերացումներում տաբու ոչ տաբու բառերով, այն համատեքստում, որ հայտարարում են այդ բարքերի դեմ պայքար եւ այլն։ Էլի սրանից շատ ենք խոսել, այստեղ Եվրոպայի խորհրդի լրագրողների աջակցության պլատֆորմը հիմա ունի արդեն այդ իրենց ուշադրություն դրա վրա կենտրոնացրած է, մինչև մարդ ժամանակ էին տվել, այս ժամկետը լրանումա տեսնենք ինչ են պատասխանելու այդ իրավիճակին։ Այստեղ sense մի հատ կարևոր հարց որ ասեցիք, իրենց բառերը ի պատասխան են։ Շատերը այստեղ խոսում են, ասում են դե գիտեք ոնց այդ բառը ինքնով լավ չի։ Դա չի նշանակում ազատ խոսք։ Նախ դա նշանակում է, ազատ խոսք չի վերաբերում լավ բառերին։ Ազատ խոսքը շատ սուր քննադատությանը։ Ազատ խոսքը պետք է նայել դրսից ինքնասահմանափակ ու շատ ուժեղ հիմնավորումներ են պետք, մանավանդ երբ դա վերաբերում է քաղաքական քննարկումներին, շատ հիմնավոր ուժեղ բաներ են պետք, արգումենտներ են պետք, որ սահմանափակենք։ Էլ առավել, երբ որ ճակերտավոր շահառու կողմը պետական պաշտոնյա է, որ ունի հսկայական լծակներ, ունի անձնամխելիություններ եւ այլն։ Այստեղ ստացվում է իրավիճակը, անձնամխելիության մեկը կոպիտ ասած հարվածում է մյուսին, որ դե խփի, կարող ես խփես կդատվես, մոտավորապես սա է ստացվում։ Բարձր ուստեղ չարաշահման այդ բանը մի կողմից կա։
Սա կարևոր է, որովհետև նորից շատերը ասում են, դե գիտեք, այս արտահայտությունները մենք չենք ընդունում, մի ընդունեք։ Ոչ մեկ չի ասում, ես կարող չեմ ընդունում։ Դա ինչ կապ ունի դրա հետ։ Մենք պետք է ունենանք օրենք, թե չէ։ Օրեր առաջ հանրությունը ցնցվեց համացանցում հայտնված տեսանյութից, որտեղ ոստիկանության ներկայացուցիչը ստեցան խոշտանգում էր ոստիկանության բաժնում հայտնված քաղաքացուն եւ նրան տվեցին տնային կալանք։ Այսինքն մարդուն, ով հարվածում է մյուսին, խոշտանգման է ենթարկում, ելնելով իր ծառայական բարձր դիրքից, հա, իր լիազորություններն է չարաշահում, ակնհայտորեն անպաշտպան քաղաքացու նկատմամբ։ Եվ ունենք մյուս իրավիճակը, երբ խոսքի համար մարդկանց ամիսներով պահում են բանտում։ Այս լավ համատություն է։ Բովանդակությամբ, այսինքն բովանդակությունը ինչ կարող է տարբեր է, բայց այստեղ շատ լավ համատության եզր կարելի է նայել։ Նախ խոշտանգումը, ընդհանրապես խոշտանգումը ամենածանր հանցագործություններից մեկն է, ոչ թե ինչ պատիժներ նախատեսված բնույթով։ Ինչ է ամենածանրից մեկը, նախ մարդը այդ ժամանակ առավել խոցելի վիճակում է։ Դու գտնվում ես պետության փակ տարածքում, այո, հիմնական գտնվում ես փակ տարածքում, պատասխանելու հնարավորություն չունես, այդ խախտումները կարելի է արձանագրել եւ այլ, բայց հիմնական բանը դա է, այսինքն դու ամբողջությամբ գտնվում ես պետության վերահսկողության տակ, ոչ մի բան չես կարող անել, դրա համար է, որ միջազգային փաստաթերով, մեր սահմանադրությամբ, ամբողջ օրենքների ամեն ինչով խոշտանգումներ իհարկե կբացարձակ է, շատ քիչ ստանդարտներ կան իրավունքներին առնչվող, որոնք բացարձակ են։ Դա ինչ է նշանակում, որևէ իրավիճակում խոշտանգման ենթարկել մարդուն չի կարելի։ Պայմանական ծայրահեղ օրինակով բերենք, եթե նույնիսկ ռումբ է դրած ինչ-որ շենքում, ու միակ տարբերակը այդ ով որ դրել է իրան խոշտանգելն է, որ ասի որտեղ է, դա էլ է արգելվում։ Իսկ մենք պատկերացնենք այս բանը, էլի արժեքը նժարին դրված ինչքան բարձր է։ Իրեն տնային կալանքի են ենթարկել, հիմա այստեղ այս բանը կողմը գանք, չէ, ինչի են հաճախ տանում սովորական կալանքին, ամենածանր միջոցն է, չէ, բանի ինչ է դրա անունը, խափանման, որը փաստացի ուղղակի մի շատ խելացի իրավաբան ասում էր ավանսով պատիժ։ Ինչի համար են դրանում այս թղթի վրա գրած, ինքը կարող է այնտեղ բան անել, թաքնվել, ինքը կարող է ազդել գործի վրա եւ այլն։ Մի հատ համատություն բերենք նույն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով կամ գործերով, որտեղ անցած անգամ էլ են կալանք տվել։ Անցանք այդ հանցագործության հատվածը, դատարանին ինչ-ինչ պատճառով համոզեցին, որ սա խուլիգանություն է, լավ, ընդունենք համոզեցին։ Որ հիմքն է այդտեղ կիրառելի։ Փոդքասթի ընթացքում փոդքասթերները պետք է ազդեն ոստիկանության վրա, քննչական կոմիտեի վրա, ինչ տրամաբան, ինչ գործի կտրապես կարող ունենան։ Առավել տրամաբանական է, որ ոստիկանության ծառայող է։ Լրիվ հակառակ է, իսկ իրանք կարող նույնիսկ կաշկանդված լինեն այդ ժամանակ, եթերի ժամանակ, չէ, ինչ որ մարդիկ կարող է լինեն, որտեղ քրեական գործ կա իրանց նկատմամբ եւ այլն։ Կամ ինչ քննություն ատեղ գնում, ամբողջ քննրու առարկա արտահայտությունը 1 բառ էր, ու 1.5, եթե նաև շարունակությունը նայենք։ Ինչ դրա քննելու բան կա, ինչ գործի ընթացք, ինչ բան, ինչ վկաներ եւ այլն։ Ինչի մասն է այստեղ խոսքը։ Ինչի վրա իրենք պետք է ազդեն։ Մյուս կողմից մենք ունենք, չգիտեմ, պաշտոնը ոստիկանի, որ այդ բանը խոշտանգումը արել էր, բայց պարզը որ համակարգի ներսում մարդիկ ունեն իրենց կապեր, ունեն հսկայական ավելի մեծ ազդեցություն։ Դա ոչ մեկ համար գաղտնիք չի, մանավանդ Հայաստանի պես իրավապահ համակարգեր ունեցող երկրների պարագայում, ինչքան փոքր է երկիրը, այնքան ավելի փոքր է այդ համակարգը։ Շատ լավ իրար ճանաչում են եւ այլն։ Ազդեցությունը ինչքան է գնահատվել, որ այն մեկում ավելի ծանր խափանման միջոց ընտրվել, այստեղ ավելի թեթև է։ Ոստիկանական համակարգումը, ելնելով օրինակ վերջին այդ աղմկահարույց դեպքից, ասես ինչ է կատարվում, համակարգը որտեղ է հասել։ Շատ դժվար է ամբողջությամբ գնահատել, sense դեպքերը պատահաբար են հայտնի դառնում։ Այս Բայց բարձրավոր ծավալը ավելի մեծ է։ Բնականաբար, եթե կա մի դեպք, ուրեմն կան այլ դեպքեր։ Եթե կա անկաշկան դեպք, ուրեմն կան շատ ավելի թաքուն դեպքեր։ Եվ այլն, այսինքն այստեղ կարող ենք ուղղակի ենթադրությամբ գնալ, եթե մենք նույն այս արձագանքից ենք տեսնում ավելի մեղմ վերաբերմունքը։ Ես հիշեցի մի հատ օրինակ ուղղակի համատության համար։ Եթե չեմ սխալվում 2015 թվականին ոստիկանության մի ծառայող ցուցարարին, տարեց ցուցարին, որ ապտակել էր Հանրապետության հրապարակում, այո, ցույցի ժամանակ տեսանկարվել էր դա, տարածվել էր, ոստիկանը հեռացվեց մի կողմ, դա խոշտանգում չէր, սա բռնություն էր, որովհետև խոշտանգումը պետք է ունենա նաև այդ
բանի նպատակներից մեկը չէ ինքնախոստովանություն ստիպել անել եւ այլն ու բաստա մի հատ հարված էր տվել ինչի համար հեռացվել էր պետք է կարծիքով պետք է ավելի ծանր լիներ բայց այստեղ մի հատ էլ կարևոր բան կար իրան ստիպեցին տեսախցիկի առաջ ներողություն խնդրի ասենց ամոթխած դեմքով նույնիսկ այս դեպքը կարելի է ինձ թվում է գտնել երկուսի պատճառով էլ մեզ չխապենք հասկանում ենք սենց երկրում որն է պատճառը որ երկուսի տեսանյութն էլ հրապարակվել էր այսինքն վրա էր հասնելու հանրային ճնշումը եւ իշխանությունը առաջ են գնում ինչ որ պատիժ անել որպեսզի այդ ցասումը մի քիչ զսպվի չէ մի դեպքում մեկ ապտակը ինչ որ պայտակ եղած հանգեցեց նրան որ ոստիկանը ստիպեցին տեսախցիկի առաջ ներողություն խնդրի կամ կարող է իր կամքով չեմ ուզում տենց բան պնդել մի քիչ սխալ չստացվի բայց հանդես պետությունը կազմակերպեց մի դեպքում ամբողջությամբ դուրս է գալիս ինքը օրակարգից դե կալանքի մեջ է ինչ է նույնքը դատապարտվելու է ազատազրկվելու է առնվազն այնքան ինչքան հնարածս քաղաքական գործերը իհարկե ոչ արդյոք այստեղ չկա քաղաքական իշխանության մեղավորությունը որովհետև մենք տեսնում ենք որ գործող այս ռեժիմի պարագայում ուժային կառույցները վերածվել են այսպես ասած մահակի ընդդիմության դեմ մեր դեմ եւ փաստացի գործունակ իրավիճակի հետ երբ որ ուժայինների ըստեյության ելնելով իրենց մատուցած ծառայություններից թույլ է տրվում ամեն ինչ այո դա հավատարմության գրավականներից մեկն է դրա մասին կարող են կոնկրետ հիմնավորումներով փաստերով խոսել հիշենք մինչև 25 թվականը եղած ցույցերը բողոքի ցույցերը հիշենք տեսախցիկների առաջ քանի դեպքեր եղել ոստիկանների ակնհայտ բռնությունների ծեծ ու ջարդի Եթե չեմ սխալվում մայիսին էր 24 թվականի պատգամանդիմադիր պատգամավորին խմբով ծեծի ենթարկել 30 գրասենյակի մոտ։ Ու հիշում եմ որ գլխավոր դատախազը ասում էր ինչի չի գալիս ցուցմունք տա։ Այստեղ ոչ մի բան կարող է մարդը չաներ, ինքը կարող է ուղղակի թողներ Հայաստանից հեռանալ, բայց այդ հանցանքը արդեն հանրային մեղադրանքի առարկա է ու դրանից ավելի ծանր տարբերակ ոնց կարող ենք պատկերացնենք Ադրմխելություն պոշտված ընդդիմադիր պատգամավորին խմբով ծեծելուց ավելի ծանր ինչ ծեծի դրվագ կարող է լինի։ Նույնը եթե տեղումներ գիշերը տան մոտ абսուրդ է այդ մարդկանցից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Հունիսի 12-ի դեպքերը։ Հունիսի 12-ի դեպքերը ժամանակ, երբ որ ամբողջ տեսագրությունները չենք ուսումնասիրել տարբեր ռակուրսներից, կային տարբեր բաներ, աղավաղումներ իրականության, որ դե այդտեղ ինչ որ գրող էր պատրաստվում եւ այլ, այդպեսի բան չկա։ Մենք դրեցինք մեր ցեկուցում կան բոլոր այդ բաները, աղումները տեսանյութերի, ամբողջությամբ երևում է համատեքստը, մինչև գցելը հանգիստ կանգնած մարդիկ, ոստիկանները ծառանքով սիրունացնում են, դարպասը փակում են, սովորական մարդիկ կանգնած են, մեկը տեսնում ենք այն ձախ կողմում նախկին ոստիկանապետը Հովանեսյանը եւ ոստիկանության զորքերի ղեկավարը ինչ որ բան են խոսում, մեկը նռնակը փոխանցում է, առանց նայելու շպրտում են մարդկանց վրա։ Այդ ամեն ինչը տեսախցիկի առաջ է, դա օբյեկտիվ փաստեր են, դա մեր դատողությունը չի կարելի բացել նայել, ու բնականաբար բոլորը տեսել են։ Այդ մարդկանց ինչ որ մեկը քրեական մեղադրանք առաջադրել է, ոչ այդ ժամանակ հայկական իշխանությունը ուղիղ եթերում ողջունում էր իրենց քայլը, այսինքն քաջալերում էր նրանց։ Բնականաբար այս ամեն ինչից հետո ինչի է սարվում, որ ոստիկանությունը անկաշկանդ լինի, երբ որ նման sense բան անելու կարիք լինի, եթե նրանք տեսնեն, որ դրա համար կարող է պատժվեին, չեն անի։ Մինչ 2018 թվականը Հայաստանում եւ պայմանականորեն ժողովրդական լեզվով ասած մեկի մազը ծռվում էր, Հայաստանում այդ ժամանակվա այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչները այնպիսի ամուկ էին բարձրացնում, որ թվում էր թե Հայաստանում գեստապոական ռեժիմ է հաստատված։ Բայց հիմա այս իշխանությունների ժամանակաշրջանում բազմաթիվ կառույցներ, որոնք նախկինում բավականին ակտիվ էին, հիմա լռում են։ Ուր են այդ կառույցները։ Ինչու են լռում, ասես։ Դուք հիմա քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչն եք, որը որ չի լռում եւ շարունակաբար բարձրաձայնում է, բայց նախկինում կային Արթուր Սաքունցներ, Լևոն Բարսեղյաններ, տարբեր այլ կառույցներ, որոնք միլիոններով գրանտներ էին ստանում, խոսում էին, իսկ հիմա չկան։ Ինչու՞։ Իրավապաշտպանության այս ընդհանուր կանոնը ես
չգիտեմ, քիչ չեմ ուզում շատ հերվից գալ բան, բայց ու տենց չթվա, որ ես ինչ-որ վերևից լեկցիա եմ կարդում բնականաբար։ Այստեղ մի հատ կանոն կա։ Այդ չպետք է նայես ով են։ Մի չափանիշ ունես։ Բոլորի հավասարություն օրենքի առաջ եւ այլն։ Ես հաճախ բերում եմ օրինակը մի իմ շատ հարգելի իրավապաշտպան Ամերիկայի բանից, հայտնի այդ քաղաքացիական իրավունքների միությունից, որը ցակումով հրյա էր եւ մի քանի անգամ դատարաններում պաշտպանել էր նացիստական կազմակերպության, Ku Klux Klan-ի ազատ խոսքի իրավունքը։ Բնականաբար նաեւ շատ ուրիշներին իհարկե, բայց նաեւ նրանցը ինքը բացարձակ է տարբերությունը չէր դնում, այս պահին ով է, ինչքան էս ունեմ իր նկատմամբ հակակրանք կամ համակրանք, որտեվ եթե իրավապաշտպանություն ես հանձնարարել, դա մոտավորապես բժիշկը չի կարող չէ որոշել, այս մեկին վիրահատեմ, այն մեկին չէ։ Կարող որոշի առաջնահերթությունը դա էլի կախված չի մարդու ով է իր նկատմամբ, կախված է իրավիճակից։ Շատ մարդկանց համար հավանաբար, այսինքն այդ համակրանքի հակակրանքի գործոնը ավելի բարձր է, քան այդ չափանիշը։ Հիմա ազես, երբ երկրում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, եւ կա այդ բռնաճնշումների շրջափուլը, որը որ չի ավարտվում, ինչ քայլեր պետք է իրականացնեն քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք իրապես հանդիսանում են իրենց կոչմանը հավատարիմ եւ շարունակաբար բարձրաձայնում են գործող ռեժիմի ապօրինությունների մասին։ Արդյունավետության տեսանկյունից ինչ պետք է ավելի արվի։ Իսկ այստեղ երկու հիմնական ուղղություն կարելի է ուրվագծել։ Առաջինը բնականաբար մենք աշխատում ենք, պետք է աշխատենք այս երկրի համար, այսինքն շահառուն մենք պետք է լինենք։ Բնականաբար, երբ որ խոսեցինք այս եկեղեցու դեմ այս հերթական արարիչ, չէ, դատարանի որոշմամբ կրոնական պաշտոնում վերականգնելու այդ բանից։ Շատերը տեղյակ չեն, որտեղ մենք այդպիսի դեպքեր չենք ունեցել Հայաստանում, շատերի համար հարց է, դե կարող է սա այսպես է, կարող է այնպես է, ոնց է օրենքը, ինչ է ասում օրենքը, չէ՞, դեպք չենք ունեցել, տեղեկացվածության հարց էլ կա, այո, ու շատ նորմալ է, ես ինքս չգիտեի այդքան մանրամասն։ Այս ընթացքում դրել ուսումնասիրել ենք, որպեսզի հստակ հասկանանք, բանը մենք դրա առիթը չենք ունեցել։ Ու բնականաբար մի ուղղություն իրավապաշտպանության պետքա լինի Հայաստանի հանրության հետ աշխատելը, մատուցելը, տեղեկացնելը, քննարկումներ անելը եւ այլն։ Այսինքն մենք պետքա ստեղ սկսենք հասկանալ, մենք պետքա կարողանանք նույնականացնել դրսևորումները։ Եթե մենք չենք նույնականացում, այլ մի հատ արտասահմանյան ինչ-որ կառույցներ է, դա մեզում է պետք։ Մենք աշխատում ենք դրսի համար, այսինքն։ Ուստեղ գալիս է երկրորդը, իհարկե դուրս հասկացությունը կա, ու այստեղ առավել կարևոր են այն կազմակերպությունները, որին Հայաստանը փաստաթղթերով, կոնվենցիաներով, ստորագրելով հանձնառություններ է արել, որոշակի լիազորություններ է տվել, Եվրոպական դատարանի սուբսիդիար դատական համբանը լինելը, պայծենելը եւ այլն, տարբեր կազմակերպություն, ՄԱԿ-ի հատուկ ընդհանցակարգեր, ոլորտային հատուկ զեկուցողներ եւ այլն։ Բոլորի այդ աշխատանքը չի ենթադրում ուղղակի հայտարարություն, դա պետք է լինի թիրախային։ Այսինքն այստեղ երկրորդ ուրվագծող մասը դա պետք է պրոֆեսիոնալիզմի վրա աշխատենք։ Երբ որ մենք այո զգում ենք այստեղ կա խախտում ու իրոք դա կա, ձևակերպում ենք դա ինչ որ մեր պատկերացումներով, շատ լավ ենք անում, շատ ճիշտ ենք անում շատ դեպքերում, բայց որպեսզի լինի արդյունք, այսինքն այդ զսպող մեխանիզմը կարողանա աշխատել երկրի նկատմամբ, այն կազմակերպությունում մենք միացել ենք ու մենք ունենք պարտավորություն։ Դա պետք է լինի ավելի թիրախային, պետք է լինի ավելի մտածված, պետք է լինի ավելի հետևողական, պետք է հաշվարկել ինչպես կոմունիկացնել, երբ կոմունիկացնել եւ այլն։ Այսինքն մի կողմից անպայման աշխատանք ներսում հանրության հետ, հիմնական դա իրազեկման առումով, երկրորդը աշխատանք են կազմակերպությունների կառույցների հետ, ու մենք ունենք նման հանձնառություններ, որպեսզի դա այդ մեխանիզմները աշխատեն, չմնան ժանգոտեն, կոպիտ ասած։ Այդտեղ նաև պետք է իհարկե պարբերաբար բարձրացնել պրոֆեսիոնալիզմը, նոր մարդկանց ներգրավել, առաջի խմբից բերել մարդկանց, ովքեր ունեն լավ պատկերացումներ, գիտելիքներ, համոզել նաև, որ սա էլ է կարևոր գործ, իրավապաշտպանությունը, համայնքը լրացնել, որպեսզի վակուումը լրացվի։ Ընդհանուրս այս պատկերացումը կարող եմ ասել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։